քարոզը, որ ես պատրաստել եմ, այսօր ուզում եմ խոսեմ սովորենք լռել, սուս մնալ։ Կենտրոնանանք Աստծո խոսքին, Ժողովոց 3-րդ գլխի 7-րդ խոսքից։ Ուզում եմ կարդանք։ 7-րդ խոսքի 2-րդ մասը։ Լռելու ժամանակ կա եւ խոսելու ժամանակ։ Կա ժամանակ, որ լռելու ժամանակ կա ժամանակ, որ խոսելու ժամանակ կա։ Եվ գիտեք, խնդիրը ինչումն է։ Երբ որ խոսելու ժամանակ լռում են կամ լռելու ժամանակ խոսում են, երկուսն էլ տեղին չի։ Եվ այսօր իմ պատգամը ուզում եմ ուղղել ձեզ, որ այսօր սովորելու ենք, երբ լռենք, ինչպես լռենք։ Դա շատ մեծ ու շատ կարևոր բան է հոգևորի համար։ Գրել եմ վատը այն է, որ լռելու ժամանակ խոսում ենք, իսկ խոսելու ժամանակ լռում։ Ինչպես խոսելը, այնպես էլ լռելը կարիք ունենք սովորելու Հիսուս Քրիստոսից։ Մենք միշտ ասում ենք, ոնց Հիսուսն է խոսում, այնպես խոսենք, բայց նաև ինչպես Հիսուսն էր լռում, այդպես սովորենք մենք էլ լռել։ Մատթեոս 27-րդ գլխի 12-ից 13 խոսքերը։ Մատթեոս 27, 12, 10-14 խոսքը։ Եվ երբ քահանապետներն ու ծերերի կողմից ամբաստանվում էր, ոչինչ չպատասխանեց։ Այն ժամանակ Պիղատոս ասեց նրան. չես լսում, որչափ բաներ են վկայում քեզ հակառակ։ Եվ նա նրան ոչ մեկ բան չէր չպատասխանեց, մինչև որ կուսակալն էլ շատ զարմացավ։ Բերեք ստե երկու տեղ կանգ առնենք, իմ թարգմանություններ կարդամ։ Քահանայապետները եւ ծերերը, դա հոգևոր էլիտան է, որը որ Հիսուսի դեմ էին խոսում, ամբաստանում էին, չարախոսում էին։ Եվ Հիսուսը գրած է. ոչինչ չէ, 12-ի վերջը։ Եվ քահանապետները, ծերերը ամբաստանվում էր, չարախոսվում էր։ Ոչինչ չպատասխանեց։ Իմ մոտ ավելի դաժե կուզեմ, եթե կարակ ռուսերենն էլ դնեք, միանգամից մի քիչ ավելի պարզ միտք կլինի։ Երբ որ նրա մասին չարախոսում էին, Հիսուսը ոչինչ չպատասխանեց։ Լուռ էր։ Մի հատ, եթե կարելի է սրան զուգահեռ Հովանու ավետարան 19-րդ գլխի 9-ից 11 խոսքերն էլ կարդանք։ Այդ նույն տեղն է Հովանու ավետարանի մեջ։ Եվ նա դարձյալ ատեան մտավ, էդի Պիղատոսը, եւ Հիսուսին ասեց. դու որտեղից ես։ Բայց Հիսուսը նրան չպատասխանեց։ Լուռ մնաց։ Չպատասխանեց։ Արդ Պիղատոս նրան ասեց. ինձ հետ չես խոսում, չգիտես, որ իշխանությունն եմ քեզ խաչը անելու եւ իշխանությունն եմ քեզ ազատ արձակելու։ Հիսուսը պատասխանեց. դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե այն քեզ վերուստ տրված չլիներ։ Դրա համար նա, ով ինձ քո ձեռքը մատնեց, ավելի մեծ է նրա մեղքը։ Ավելի մեծ մեղք գործեց, նույնիսկ տենց ագրած։ Ժամանակ կա, որ Հիսուսը լռեց, եւ ուզում եմ այս սովորենք Հիսուսից։ Ինչի էր լռում, որովհետեւ կա լռել, որ ավելի մեծ հարված է թշնամուն, քան թե խոսելը։ Սովորենք լռությամբ հաղթել։ Մի պատմություն եմ ուզում պատմեմ Վեներայի կյանքից։ Նման դեպք շատ ա եղել, բայց այս վերջի դեպքը, քանի որ այս վերջերս գնացել էր բժշկի, ասում է, դե բժշկի դրան դեմը հերթա, եւ պետքա որ մտներ բժշկի մոտ, բայց բախիլները բժշկի կաբինետում էր, ասում է մտնում ենք, վերցնում, արդեն գիտեի անգեր, պետք է մտնենք, վերցնենք, հագնենք, նոր հերթ կանգնենք։ Ասում է, ուզեցի ասեցի, извините, էլի կներեք, մի հատ մտնեմ, մի հատ պարավ կնիկ, դուր թե կտաս, հարձակվեց, սկսեց, շատ վատ
կոպիտ խոսել, վիրավորել։ Ասում ոչինչ չպատասխանեցի։ Ուղղակի մտա, բախիլները վերցրի, կա նորից հերթ կանգնեցի։ Ասում ինքը չեր էլ պատկերացնում, գիտեր թե անհերթ եմ ուզում մտնեմ։ Ասում երբ որ ես հակա բախիլները ու կանգնեց հերթ, ասում ինքը տեսա, որ ինքն էլ չունի բախիլ։ Մեկ էլ ինքը գնաց վերցրեց ու ասում շատ վատ զգաց, շատ ահավոր կարմրեց, ասում հիմի ուզում հագնի, չի կարողանում հագնի։ Ասում մոտիկացա, ասացի թող քեզ օգնեմ, հագցնեմ։ Կռացա, ասում բախիլները հագցրի, ասում շատ վատ զգաց, կարմրեց, այդ հերթի մեջ ժողովուրդը նայում էին, թե իրա վերաբերմունքը քեզ, քո վերաբերմունքը իրան։ Գիտեք, մեկ լռությամբ հաղթանակներ կա, որ շատ ավելի ուժեղ է խոսում։ Այդ կինը հետո ներողություն է խնդրել, փոխվել է, նորմալ է։ Բայց ամբողջ բանը սա է, որ հələ պատկերացրեք հերթի մեջ վեներային այդ կնոջ հետ կռիվ անելուց ու դու էլ միամիտ մտնում ես այդտեղ։ Ինչքան տգեղ է, ստեղից երկի, ընդեղից կռիվ անը, էլի բեմից ներքև։ Շատ սխալ է, չէ՞։ Եվ ինչքան ճիշտ է մեկ լռությամբ հակառակորդին հաղթելը։ Հա, այո թե չէ։ Շատ կարևոր բաներ եմ այսօր ասելու ձեզ։ Շատ եմ խնդրում, որ այդ ամեն ինչին ուշադրություն դարձնեք։ Նույնիսկ մի շտապեք պատասխանել սոցցանցերին կատարվող այդ պրովոկացիոն հարցերին։ Երեք սովորել եմ այդ բառը խեյտերներ, ճիշտ եմ ասում։ Խեյտերներ։ Էդի պետք է ավակ ջան, մի այս թազասերունդին հարցնենք, իրանք են ինձ սովորացնում։ Էդի պրովոկացիոն հարցեր են, որ գրում են հատուկ քեզ ներքաշեն այդ կեղտոտ զրույցների մեջ եւ շատերը կան առանց գիտակցելու հավատքի լինելով իրանք էլ են մտնում այդ զրույցների մեջ եւ հոգեվոր մեծ վնաս են կրում։ Լսեք ժողովուրդ ջան, ձեզ պահեցեք։ Լուր մնացեք։ Դա այն պահն է, որ ասում է ժամանակ կա լռելու, ժամանակ կա խոսելու։ Էդի լուր մնալու տեղն է։ Այդտեղ լուր մնացեք, դա հաղթանակ է ձեզ համար։ Հասկանում եք ինչ ենք խոսում։ Ուրեմն ես թվարկելու եմ 6 պունկտեր, բայց սկզբից առակաց 17-27-28 խոսքերը կարդամ եւ 6 պունկտ եմ թվարկելու, թե երբ լուր մնանք։ Եվ շատ եմ խնդրելու, եթե մեկը գրում է անպայման գրի, նախ 17-27-ը, չեք բացել, հա, հələ, առակաց 17-27, իր խոսքերը զսպողը գիտություն կգտնե, և ծանրաբարո մարդը խոհեմ է, հաջորդ խոսքը, հիմարն էլ լռելով իմաստուն կհամարվի, և իր շրթունքները խփողը հանճարեղ է։ Նույնիսկ մի թարգմանության մեջ ասում, նույնիսկ եթե հիմարն անգամ լուր մնա, դա իրան իմաստություն կհամարվի։ Սովորենք լռությամբ հաղթել։ Սովորենք, թե երբ լռենք, երբ խոսենք։ Խոսելու ժամին խոսենք, լռելու ժամանակ լռենք։ Բայց երբ որ լռելու ժամին խոսում ես, խոսելու ժամին լռում, շատ վշտալի, զավշտալի հետևանքներ կարող են։ Ես ուզում եմ թվարկեմ 6 պունկտ, թե երբ պետք է լռենք։ Առաջինը, եթե ձեզ ընդհատում են, լռեցեք, միևնույն է, ձեզ չեն լսում։ Пребивают или перебивают? Перебивают. Եթե ձեզ ընդհատում են, լավա որ լռեք, միևնույն է, ձեզ չեն լսում։ Առաջինը։ Երկրորդ պունկտը։ Եթե բոլորը միասին խոսում են, լռեցեք, միևնույն է, այդտեղ ոչ ոք, ոչ մեկի չի լսում։ Միտեղ է հրավիրված, ես էլ պատրաստվել եմ, խոսքը եմ, որ ասում եմ, մեջս եռում է, գնում եմ, որ այդտեղ խոսեմ, հետո գնացի 3 քույրիկ ընդեղ են խոսում, 2 ընդեղ են խոսում, 3 ընդեղ են խոսում, այդպես էլ սպասում եմ իմ հերթին ու տեսնում եմ, որ
խոսում են, բոլորը խոսում են ու ոչ ոք չի լսում, բոլորը ասում են, բոլորը խոսում են եւ գիտեք ժամանակի կորուստ էր դա, ուղղակի ժամանակի կորուստ։ Երեք վեներայի դասներ։ Ուղղակի ժամանակի կորուստ։ Հետո անցավ 2 ժամը, տենց բոլորը գնացին տներով, ափսոս էր այս ժամանակը։ Կարևոր է, որ կարողանանք լսել։ Ուրեմն եթե երկրորդ պունկտը, եթե բոլորը միասին խոսում են, լռեք, միևնույն է այնտեղ ոչ ոք ոչ մեկի չի լսում։ Երրորդը, եթե մարդը արտահայտվում է զգացմունք, լռեցեք, սպասեցեք, մինչև ամբողջովին խոսի։ Զգացմունք արտահայտվելը շատ դժվար բան է, ժողովուրդ ջան։ Մարդ ցավ է պատմում, մարդ ինչ որ մի բան է ապրել, վիրավորանք ապրել կամ չգիտեմ, ինչ որ տեղ թեկուզ լավ բան է ապրել, ինքը հազիվ մի կերպ արտաբերում է իր խոսքերը, ուզում է արտահայտվի։ Եվ դու խառնվում ես րոպեն մեկ խոսքով, մի արա, սպասի, թող արտահայտվի։ Շատ լավ արտահայտվի, որպեսզի կարողանաս իրան ուշադիր լսես, հետո նոր կխոսես։ Դա երրորդ պունկտներ, չէ՞։ Չորրորդը, եթե քեզանից խորհուրդ չեն հարցնում, նրան պետք չի խորհուրդ տալ։ Ասենք եղել է այցես ում ասեմ, նորո ջան, սկի եղել է, որ կան ասեն, լավ, աղբերներս դերենն ասեմ, քաչալենքը, վայ, այ աղբեր ջան, ես խի ես քաչալացել, ինչ կարծիք եք, ինչ պիտի պատասխանի։ Ամենացավը գիտեք որն է, որ սկսում են խորհուրդ տալ, թե ինչ կսի գլխին, որ մազերը թազա աճի։ Ինձ շատ է լինում, որ հանդիպում են, ասենք իմ դպրոցական ընկերներից կամ բան, վայ, այ աղբեր, ես ինչքան ես չաղացել։ Բա որ մեկ-մեկ մի տեղ են կլնում, խորհուրդ են տալի, թե ոնց նիհարեմ։ Աղբոր պես։ Ես որ խորհուրդ հարցնեմ, տվեք, որ չէ, խնդրում եմ։ Ես գիտեմ։ Հայտնություն չասիր, էլի, որ ես չաղացել եմ։ Ես ինձ հայլու մեջ տենում եմ, ես գիտեմ։ Արդեն 25 կիլո գցել եմ, 25 էլ գցելու եմ, բանն ես ասել։ Գիտեք ինչն է խնդիրը, որ խորհուրդ են տալի ու շատ անմիտ խորհուրդներ են տալի։ Օրինակ, չաղ մարդուն եթե ասես առավոտները հել վազի, լուրջ, եթե մարդը կարար վազեր, էլ չէր էլի այդքան չաղանա։ Այս մարդը չաղացել է դրա համար չի կան վազի, տես չեն անում։ Այտենց խորհուրդներ մի տվեք, սուս մնացեք, այտենց տեղերը ամենալավ բանը սուս մնալն է։ Բավարշե պետք չի մարդու այի բերեսին ասել, թողեք, թող այս մարդը ինք իրանով իրանը քիչ է, դու էլ մի բան էլ ավելացնում ես։ Լավ, կարծում եմ մի հատ էլ օրինակ ասեմ, լավ, ես էլ նորոյի սրտից ասեմ, եթե մեկը, այո, երկար ժամանակ չի ամուսնացել, արա խորհուրդ մի տվեք, էլի, մի ասեցեք, երբ ես ամուսնանում, ամենացավալին ենա, որ իրա տեղը ընտրություն են անում, արդեն որոշել են ում ա ուզելում։ Դուք գիտեք ինչ անում ինքը, ասեմ ձեզ, հեսա նորոնք ասի ճիշտ ես ասում, ինքը ժպիտով ծածկում այդ բոլորը, բայց ներքուց ահավոր հիասթափված է քեզանից, արա դե բոլորը ասում եք, հա, հերիքա ասեք, տենց չի կարելի տենց, առավել ևս, ներեղություն եմ խնդրում, քույրերի համար, առավել ևս լռեցեք, ինչ կլնի, տենց տեղերը մի խորհուրդ տվեք, լավ, հա, ես հլը չորորդ պունկտում եմ, հա, չորորդ պունկտում եմ, խորհուրդ մի տվեք, եթե ձեզանից խորհուրդ չեն հարցնում, մի հատ էլի ասեմ, նոր անցնեմ 5-րդ պունկտին, բա որ մեկ-մեկ դուք մարդ եք էլի, կարող գնաք մի ուրիշ եկեղեցի, կարող հայտնվեք մի ուրիշ տեղ, ուրիշ քաղաք, հյուր գնաք, խնդրում եմ, երբեք չգնաք հովին հովվելու, մի գնացեք, սկսեք խորհուրդ տալ հովին, թե ինքը ինչ անի, կամ գիտեք, լավ է որ լռեք,
Գալիս են մեկ-մեկ կամ ինձ որ ուզում են ասեն, թե ինչպես հովություն անեմ։ Այդ գիտեք ինչի նման է, ով կա լավ պատշար, Սամ ջան, բեր քեզ ասեմ, էլի, հա, կամոն, հա։ Հիմա պատկերացրեք, այս մարդը զագատովկա է արել, ցեխը պատրաստ է, ամեն ինչ կա, քարերը դնում է, զագատովկա է անում։ Հիմա թելն է ուզում գցի, կողքից մեկ էլ տենում ես, մեկ ասում է, ցեխ պետք է գցես, ցեխը պետք է լցնես, նոր քարը դնես։ Արա հա գիտի։ Բայց սուս մնա ինչ կլինի։ Տեսել եք Հայաստանում այս բանը կա, որ մեկը մի բան է սարքում պատվալ կամ մի բան։ Մի 4 հոգի sense կանգնած սաղ ասում են ցեմենտը շատ գցեցիր, ավազը 2 հատ գցի, անդադ խորհուրդ են տալի։ Այս մարդն էլ գիտի է իր անելիքը։ Ինքը շատ լավ գիտի ինքը ինչ անում։ Մեր շենքի վրա որ մեկ-մեկ բաներ եմ գործ, պատկերացնում ես հրաչ, դուր դնելուց որ մեկը գա քեզ ասի, թե ոնց դնես։ Այդ այնց էլ որ մեկ-մեկ հովության մեջ գալիս են ինձ խորհուրդ տալի։ Լսեք, խորհուրդ հարցնեմ կտակ։ Հենց հարցնեմ, այս բանը ոնց եք մտածում, ոնց անենք, շատ լավ կլինի, որ իրար հետ։ Բաներ կա, ես խորհրդակցում եմ, առանց խորհրդակցելու չեմ անում։ Այս երկու օրն էլ ավակ հետ հարցեր կա լուծեմ, Ալիկի հետ բան կար խոսելու, գնացի Գրիշենս խմբակը մի քիչ, ասենք, բաներ կա, որ հարցնում եմ, ոնց, այս պահը որոնց է, ոնց գնացիք, ոնց եկաք, ոնց անենք, բայց ներողություն, եթե չեմ հարցրել, ինչ ես խորհուրդ տալի։ Եվ դա սովորենք անել բոլորի հանդեպ։ Սա կոռեկտ է, սա հոգևոր ներքին դասիրակություն է, որ մենք պետք է ունենանք, որ մեր եկեղեցին լավ փայլի ամեն տեղ։ Շատ լավ, հասկացանք ինչ եմ ասում։ Այդ 4-րդ կետն էր, հələ 2 կետել ունենք։ Երբ որ գոռում են, լավ է սկզբից լռեք, հետո մեղմ կպատասխանեք։ Երբ որ գոռում են, լռեցեք։ Գիտեք խի են գոռում իրար վրա։ Մարդիկ խոսալուց, որ բարկացած են իրար վրա գոռում են։ Դա իրանք իրարից լսել եմ հեռանալու հետևանք է։ Ես ա գոռում ա, որ նա լսի, նա էլ չի լսում։ Գիտեք խի։ Ես ձեզ շատ կարևոր բան եմ ասելու։ Ցանկացած բարկացած էմոցիա 12 վայրկյան է տևում։ Ուշադիր եք։ Դա գիտական ապացուցված բան է։ 12 վայրկյան։ Եթե կարողանաս 12 վայրկյան սուս մնաս, դրանից հետո adekvat կլինես։ Բայց 12 վայրկյանը հիշեք, էս շատ լավ։ Հիմա տեսեք, երբ որ դու չես կարողանում 12 վայրկյան սուս մնալ, ասենք 8-րդ վայրկյանին տրաքեցիր։ Դու նորից առիթ ես ստեղծում, որ նորից այս մարդը մի բան էլ ավել ասի, մի բան ավելի խոսի։ Քուրեր ջան, Աստված շատ օրհնի ձեզ։ Այնքան կարևոր է 12 վայրկյան սուս մնալը։ Հետո կկարգավորվի։ Ինքը լուր է մնալու 12 վայրկյան փորձեք տեսեք որ ճիշտ եմ ասում։ Այդ առաջի 12 վայրկյանը հենց մի հատ ավելորդ խոսք ես ասում, նա նորից զավադի տալնում, նորից ասկսում։ Սուս մնացեք այդ պահը։ Այդ պահն է։ Լռությունից հետո օտար կլին թե մտերիմ։ Լռությունից հետո, եթե մեղմ պատասխան տաս, Սուրբ Գիրքն ասում է, բարկացած վիճակը կհանդարտացնես։ Մեղմ պատասխանը բորբոքված վիճակը կհանդարտացնի։ Ճիշտ եմ հիշում Սուրբ Գրքից։ Ով է Սուրբ Գիրք կարդում։ Առակաց գրքում։ Բորբոքված վիճակը մեղմ պատասխանը հանդարտացնում։ Բայց առաջի 12 վայրկյանը չմոռանաք, շատ եմ խնդրում, okay։ Սա 5-րդ պունկտն էր, եւ վերջապես 6-րդը, որ նման է երկրորդին, երբ դիմացինը խոսում է, լռեք, որպեսզի կարողանաք լսել, թե նա ինչ է ասում, ոչ թե գոռում, այլ խոսում է պրոստեզ մարդը։ Սկզբից լռեք, որ լսեք ինչ է ասում։ Հետո քոյերտը կասնի դուք խոսեք, որ երկխոսություն լինի, ոչ թե մենախոսություն լինի։ Երբ որ դիալոգ երկխոսություն, երբ որ դիալոգ է լինում, պիտի երկուսը իրար հետ խոսեն։ Եղբայրս մի լավ միտք էր ասում, Միքայելից եմ լսել, ասում է, եթե երկու հոգի վիճվում են, չէ, կռվի համար, վիճվելու համար, երկու հոգի է պետք։
Մարդ մենակ ինքը իր հետ չի կարա վիճվի, չէ՞։ Երկու հոգի է պետք, ասма դու երկրորդը մի եղի։ Այս պահի մոտդ։ Դու երկրորդը երբեք մի եղի։ Վիճվելու համար կակ մինիմում երկու հոգի պետք է։ Դու երկրորդը մի եղի։ Թող մենակ կռիվանի, ինչքան անելու։ Խոսալու խոսե հետո հանդարտվի։ Ես այս վերջերս իմ հարազատներից մեկի հետ էի շփվում, անընդհատ պրովոցիրovat անում, որ Փաշինյանը ճիշտ է թե սխալ է։ Ախպեր, այդ իմ թեման չի, ինչ կլինի, ինձանից յանտուր։ Ինձ այդ իմ թեման չի։ Ես չեմ ուզում այդտեղ նույնիսկ կարծիք արտահայտեմ։ Չգիտեմ։ Օրհնի թող Տերը մեր Հայաստանը ծաղկի։ Նույն ձևի լինելու է ստեղի քաղաքական գործերի, այդ մեր տերիտորիան չի։ Մի մտեք այնտեղ, որը ձեր տերիտորիան չի։ Okay։ Եվ վերջապես իրար լսենք զրույցների ժամանակ, որ մարդ բան է ասում, մի հատ լսի, հետո պատասխանի։ Մենք ասում ենք քիթ կոկորտականց, չէ՞, հիշում եք, это елемаса, ухо горло нос։ Ухо сначала слушает, հետո կոկորտ խոսում է, հետո քիթը մտցնում է։ Հայերենը հակառակն է։ Քիթ, կոկորտ, սկզբից քիթն է մտցնում, հետո խոսում է, վերջում լսում է, հա։ Ասենք եկեք սկզբից լսենք, հետո խոսենք, հետո նոր քթներս կմտցնենք, եթե պետք է։ Ոչ թե սկզբից քթներս մտցնենք, վերջում լսենք, տենանք այդ ինչ էր ասում։ Աստված օրհնի ձեզ, ուզում եմ շարունակեմ քարոզը, այս պունկտերը կհիշեք, հա։ Ես քանի որ այսօր հաղորդությունը, հա։ Երբ դիմացինդ խոսում է, լռեք, որպեսզի կարողանաք լսել, թե ինչ է ասում, հետո կխոսեք։ Առակաց 21-րդ գլխի 23 խոսքը։ Ով պահում է իր բերանը ու լեզուն, իր հոգին է պահում նեղությունից։ Ով որ զսպի իր բերանը ու լեզուն, լռի։ Իր հոգին նեղությունից կպահի։ Շատ կարևոր է զսպել լեզուն։ Մեկ-մեկն էս տպավորությունն է, որ ոչ թե դուք եք տիրապետում ձեր լեզվին, այլ ձեր լեզուն է տիրապետում ձեզ։ Ոչ թե դուք եք ղեկավարում ձեր լեզուն, այլ ձեր լեզուն է ձեզ կառավարում։ Բայց շատ կարևոր է, որ հակառակը դուք վերցնեք լեզուն ղեկի նման է, հա, հիշում եք, այդ մասին էսը կարդամ, որովհետև գրել եմ, մի հատ տեղել կարդամ ու այդ ասածը ասեմ։ Սաղմոս 62-ի 1-ը, Դավիթի սաղմոսն է։ Հիրավի իմ անձը լուռ ու մոնջ կսպասի Տիրոջը, սպասում է Աստծուն։ Նրանից է իմ փրկությունը։ Իմ անձը լուռ ու մոնջ սպասում է Աստծուն։ Սա նշանակում է, որ ժողովուրդ ջան, մեկ-մեկ որ գնում եք աղոթքի, գնում եք, եթե իհարկե, եթե գնում եք աղոթքի։ Աղոթքի ժամանակ ոչ միայն մենակ խոսացեք, մեկ-մեկ լուռ մնացեք, որ լսեք։ Չէ՞ որ կենթանի հաղորդակցությունն է։ Եթե Աստված լռել է քեզ լսել, հիմա երբ որ ինքն է խոսում, լուռ մնա, որ իրան էլ դու լսես։ Մեկ-մեկ մեր միտքը այնքան զբաղված է, որ մենք չենք կարող լռել։ Մի հատ լսենք մեր հոգու աշխարհում ինչ է նա խոսում։ Եվ անպայման նա էլ մեզ բան ունի ասելու։ Եվ վերջապես ասեցի, լեզվու պահը Հակոբոս 3-րդ գլխի հենց 2-րդ խոսքից կարող ենք կարդալ, որտեվ շատ բաներով մեղանչում ենք ամենքս։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձահարել։ Տես, ձիերի բերանին սանձ ենք դնում, որ նրանք հնազանդվեն մեզ, եւ նրանց բոլոր մարմինը կառավարվում է։ Ահա նավերն էլ, որ այսչափ մեծ են եւ սաստիկ քամուններից քշվում են, մի փոքր ղեկով կառավարում են, որ կողմը որ ղեկավարի միտքը կամենա։ Այնպես է լեզուն։ Մի փոքր անդամ է, մի բուջուր բանա բերանի մեջ դրած, չէ երևում։ Դա հլա հարց է, որ չի երևում ինչքան է մեծ։ Բայց մեծ բաներ է խոսում։ Տես մի փոքր կրակը, որքան բան է վառում։ Այն մյուս խոսքն էլ կարդամ։ Լեզուն էլ կրակ է, այդ անիրավության աշխարհը,
Այսպես է լեզուն դրված մեր անդամների մեջ, որ նա բոլոր մարմինը ապականում է եւ կրակով վառում է մեր գոյության անիվը, ինքը բորբոքված է գեհենից։ Լեզուն էլ ինչա կրակա։ Կարաս քո լեզվով հարևանի դեզը պաժարտաս։ Կարաս լեզվով այնպիսի խոսք ասես, որ դիմացինի լուրջ եմ ասում, նետո աղեղով, չգիտեմ, դանակով այդպես չես կարա խոցես մարդու սիրտը, ինչ որ լեզուն կարա անի։ Լեզվի ասած խոսքը շատ ավելի սուր է, շատ ավելի ցավացնող է։ Խոսքով մարդու լեզուն կարա անես խոսք ասի, որ դիմացինին սպանի։ Նաև ճիշտ հակառակը, ինչու՞ չէ։ Բարի լուրը բժշկություն է ոսկորներին։ Բարի լուրը կարա կենթանացնի։ Հիսուսը խոսքով էր բժշկում։ Հիսուսը խոսք էր ասում եւ անդամալույցը բժշկվում էր, խոսք էր ասում եւ կույրը տեսնում էր։ Մի խոսքը բավարար էր, որ մարդկանց հարություն տար, կենթանացներ գերեզմաններից։ Վեներան նեղված էր մի քիչ, եղսրտված էր։ Մի խոսք ասեցի, մի լավ խոսք։ Ոնց որ ճիշտ եմ ասում, ոնց որ ծաղիկի տակը ջուր լցնես։ Թարմացավ, փոխվեց, ամեն բան տեղն եկավ։ Սիրելի եղբայրներ, մեկ լավ խոսք ասենք։ Այն որ տենում եք անտրամադիր, ասենց մի արա, էլի, տեսեք, աղջի ինչ ես հունքերդ գիտել, կաղա գիտես, մարդդ մեռելա, էսի չի, էսի պետքը չի, էսի սպանող խոսքա, որ տենում ես ինքը մեռնում է, դու էլ օգնում ես, որ շատ մեռնի, դու ուրիշ խոսք ասա, չէ, բայց իրականից լավ խոսք ունես պահած, լավ խոսք ասա, դա թարմ ջուր է, որ կկենթանացնի, կապրեցնի, ուղղակի մեր բնությունը մարդկային, հատկապես տղամարդիկ, մենք խորը չենք կարողանում հասկանալ, թե ինչի կարիք ունի կինը, մենք սենց ենք մտածում, ինքը իմ ընկերս է, մենք վերաբերում ենք որպես ընկերոջ, մեկ ինչ ասում եմ նեղվում, արա դե հերի քայլ, ես ինչ ասցի, որ դու նեղվեցիր, ծանոթ բան է, Վրոձի բան չեմ ասել, բայց խոսք կա, որ կենթանացնող է, խոսք կա, որ բժշկող է, խոսք կա, որ ազատում է։ Այս երկու օրը մեր ընկերներից մեկի հարազատներ մահացել, մի խոսք էի ասել իրան, այդ խոսքով ապրում էր, այդ խոսքով բժշկվում էր։ Զանգեցի Հայաստան, զանգեցի Ամերիկա, ով է ճանաչում Կիրովականի Արսեն, հովիվ Արսեն, Ամերիկայում հովություն անում, մի անգամից համ զոքանչներ մահացա, համ եղբայրը, սկզբից եղբայրը ու շատ նենց խորը դժվարությամբ, բայց մի հատ խոսք էի ասել, մի հատ խոսք էի ուղարկե իրան։ Չգիտեմ, դաժե միացնեմ թե չէ, Ռաֆայել եղբորը Կիրովականի, մի հատ խոսք էի ուղղել։ Այս մարդը այնքան էր ոգևորվել, այնքան ուրախացել էր, այնքան հիանալի, ինքն էլ ինձ խոսք ուղարկեց։ Ճիշտն ասած, այնքան հաճելի էր։ Ես շատ օրհնված եմ, շատ զորացած եմ։ Ինչքան կարևոր է իրար ճիշտ խոսքեր ուղենք։ Դա խոսելու ժամն է։ Բայց ցավալիորեն ժամանակ կա, որ պետք է լռենք։ Եվ լռելով էլ ենք հաղթում։ Մենք հակառակորդի դաշտում ժամանակ կա, որ պետք է լռենք։ Հիսուսը հայտնվել էր Պիղատոսի օջախում, սենց ասեմ։ Եվ լուռ էր այնտեղ, սուս մնաց։ Գիտեք, այդ լռությունը շատ ավելի ուժեղ հաղթանակ էր։ Ինքը գիտեր ինչ էր անում, ինքը շատ լավ գիտեր, որ բոլորի մեղքերը վերցրել է իր վրա եւ անմեղ տեղը գնում է մեռնելու։ Ինքը չէր արդարանում, նույնիսկ եթե այնտեղ կարդային, ես կիսատ թողեց չկարդացի այն սկզբից, ասում է եւ Պիղատոսը զարմացած էր մնացել։ Նա զարմացած էր մնացել, թե ինչպես դու սուս ես մնում։ Ոնց ես դու սուս մնում, չգիտես, որ ես իշխանությունն եմ, կարամ քեզ ազատեմ, մի բան ասա, ինք անձդ փրկի, բայց ինքը լուռ էր, հոր կամքն էր կատարում։
Եսային ասում է, ով հավատաց մեր տված լուրին, եւ Տիրոջ բազուկը որին հայտնվեցավ, որովհետեւ նա մետաղատունկի պես դուրս եկավ ծարավոց երկրից, այնտեղ մի հատ միտք կա գրած, ինչպես մի մունջ մաքի իր մորթվողների առաջ, այդպես իր բերանը չբացեց։ Հիշում եք Եսայա 53-ը։ Գառան նման իր բերանը չբացեց, գնում էր մորթվելու։ Եվ սա հաղթանակ էր աշխարհին։ Եվ սա Տիրոջ հաղթանակն էր։ Իհարկե կատարվեց, երբ որ հարություն առավ։ Օրհնյալ է մեր Աստված։ Տերը օրհնի ձեզ ժողովուրդ ջան։ Կոչ եմ անում հիշենք, երբ պետքա լռենք։ Այո, լռելու ժամանակ է, խոսելու ժամանակ։ Լռելու ժամանակ չխոսենք, խոսելու ժամանակ էր չլռենք։ Աստված օրհնի, կանգնենք աղոթքի։